Ֆրանսիայի իշխանությունները այսօր հայտնեցին, որ Փարիզի ահաբեկչական համակարգված հարձակումների ղեկավարը համարվող Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է։ Ըստ Ֆրանսիայի իրավապահների, բելգիացի Աբաուդը սպանվել է 3 վաղ առավոտյան Փարիզի հյուսիսային Սեն-Դենի արվարձանում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում։ 3 հաղորդվել էր, որ 2 ենթադրյալ ահաբեկիչը ոչնչացվել, մի կին պայթեցրել էր իրեն, իսկ երկրորդի ինքնությունը երեկվա դրությամբ պարզ չէր։ Փարիզի դատախազ Ֆրանսուଆ Մոլենը այսօր հայտարարել է, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ սպանվածը ահաբեկիչ Աբդելհամիդ Աբաուդն է։ Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է արտակարգ դրությունը 3 ամսով երկարաձգելու կառավարության առաջարկը։ Ֆրանսիայի արտակարգ դրություն էր հայտարարվել անցած ուրբաթ երեկոյան Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումներից անմիջապես հետո, բայց այն երկարաձգելու համար անհրաժեշտ է խորհրդարանի որոշումը։ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը այսօր ելույթ ունենալով խորհրդարանում զգուշացրել է, որ Ֆրանսիայում նոր հարձակումների սպառնալիք կան, ներառյալ քիմիական եւ բիոլոգիական զենքերով։ Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում շարունակվում են հատուկ գործողությունները հայտնաբերելու եւ ոչնչացնելու այսպես կոչված իսլամական պետության խմբավորումների ցանցը, որը ստանձնել է Փարիզի հարձակումների պատասխանատվությունը։ Հարձակումների արդյունքում առնվազն 129 մարդ է սպանվել, 350-ը վիրավորվել են։ Իսլամական պետության խմբավորումները շարունակում են մահապատժի ենթարկել անմեղ մարդկանց։ Ինտերնետային իրենց կայքերով նրանք հայտնել են, որ 2 պատանդի մահապատժի են ենթարկել։ Ըստ նրանց տարածած լուսանկարների եւ լուրերի, սպանվածներից մեկը Նորվեգիայի քաղաքացի է, մյուսը Չինաստանի։ Նախորդին ահաբեկիչները սկսեցին արդեն սպառնալ Միացյալ Նահանգներին, մասնավորապես հարձակումներ իրականացնել Վաշինգտոնում եւ Նյու Յորքում։ Ոստիկանությունը նշել է, որ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մասին օպերատիվ կոնկրետ տվյալներ չկան, բայց ոստիկանությունը համագործակցելով ֆեդերալ հետաքննությունների բյուրոյի եւ իրավապահ մյուս մարմինների հետ ապահովելու է քաղաքացիների անվտանգությունը։